Սիրելի երևանցիներ, քննարկող նախագիծը պաշտոնապես արժանացել է մեր գնահատականին։ Ուզում եմ նաև ողջունել նիստերի դահլիճը թողած եւ on-line ես ամենին հուսամ հետևող իշխանական պատասխանատուները եւ ավականու անդամներին։ Առաջին հերթին ուզում եմ ամենապատասխանատվությամբ հայտարարել, որ մեր խմբակցության համար դիրքորոշումը այսպիսին է մեր խմբակցության կողմից մանկապարտեզներ, չգիտեմ դպրոցներ, տակով արած, իրանով արած, իր մերձավորների անունով կոպեկներով յուրացրած բոլոր անձանց հերնել անիծած, այդ ամեն ինչը պարտակած մարդկանց հերնել անիծած, եւ այդ ամեն ինչը, այսպես ասենք, այսօր դարձել է ինչ-որ բերանի ծամոն, ոչ միայն այդ տարատավոր երևույթները, այլև նման շատ այլ երևույթներ են պատճառ եղել, որ 18 թվականի ժողովուրդը դուրս է եկել փողոց ու քվե ա տվել ձեզ, այդ երբ որ ես ասում եմ, որ երբ որ գնաց բացահայտումներ դուք կոնտր քայլ ուզեցաք անեք, դուք էլ ասում եք, վայ մենք վախենալու, մենք ոչ մի վախենալու բան էլ չունենք, Մայր Հայաստան դաշինքը երբ որ ձևավորվել է շարժումը, մարդիկ են հիմնադիրները, ովքեր որևիցե առնչություն չեն ունեցել նախկին իշխանությունների հետ, ի տարբերություն ձեզ, հիմա այդ մասին խոսեմ, արդեն պաշտոնապես հրապարակային հայտարարվել է, որ Նիկոլ Փաշինյանն նախորդ իշխանության կողմից բանտից հանվել, ֆինանսավորվել, մի հանձնաժողով էլ դրա համար ստեղծեք, ուսումնասիրեք, թող լեգալ երևա հայկական ժամանակի ելքերը եւ մուտքերը, նախկինների հետ մի վարքյան ասոցիացված լինելու մյուսի մասին, ձեզանից ավելի ասոցիացված նախկինների հետ դժվար է պատկերացնել, եւ դուք այս պահին ընդհանրապես զբաղված եք հանրության աչքին թոս փչելով եւ նախկին ժամանակներում տարբեր ձևերով, տարբեր մանկապարտեզներ, գրպանած, յուրացրած մարդկանց արածները պարզաջրելով, լեգալիզացնելով, անցած նիստի ժամանակ թվարկեցիք այդ մանկապարտեզների ցանկացիքը բացահայտելու բան չկա ըստ էության, ամեն ինչ պարզ է, փոխանց մի վարքյան, փոխանցեք այդ ամեն ինչի իրավապահներին, այդ իրավապահները թող զբաղվեն դրանով, չեք անում, հիմա բերել եք ասում եք հանձնաժողով ստեղծենք, որ բացահայտենք են ինչ-որ բացահայտված է, հիմա կարդում եմ 3.420.000 դոլարով վաճառքի է հանվել Երևանում փակված մանկապարտեզներից մեկը, ֆիզիկայի գարադոկում, Ալիխանյան եղբայրներ փողոցում, ասում եք 3.420.000 դոլարով, ու ով է սեփականատերը, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հովանավորյալ Մավել Ղարիբյանը, այդ որ գնացել էիք Բաշապարանի տոնակատարության ժամանակ, այդ ձեր կոալիցիոն գործընկերներով, Աղվան Հովսեփյանի հետ ջանգյուլում էիք անում, այդ դուք այդ Աղվան Հովսեփյանը, այդ էլ իրա հովանավորյալը, որ հիմա փոխանակ գնաք դրա հետևից դրված վաճառքի 3.420.000 դրամով, դոլարը հնչել է տո բանով, այդ ինքը բան թարգեք, հա, Տիկին Սինորյան, ու առհասարակ, այս ամեն ինչը ընդամենը գալուս գալիս է, որ փորձեք ծածկեք սքողեք այն կառավարման կոռուպցիոն եւ հովանավորչական դրսևորումները, որ ունեք դուք ձեր կառավարման շրջանում, այսօրվա հարատավոր երևույթներից խոսում եք, ասում եք, բա 10-20 տարի առաջ սենց վատ բաներ է եղել, Բավոր ամեն ինչ լավ եղածալներ դուք ինչ գործ ունեիք այսօր ստեղ, արդեն 8-րդ տարին է բոլորում ձեր իշխանության, գայիք բացահայտեիք անեիք, չեք արել, հիմա ըստ նպատակահարմարության, այն ինչ որ բոլորին է հայտնի, նորից ուզում եք փաթեթավորեք, որ հանրության աչքին թոս փչեք, թե անարդարության ու կոռուպցիայի դեմ եք պայքարում, ամփոփեք պարոն Սուքերսյան, ասենք քառօրյա պատերազմի հետ կապված եք հանձնաժողով սարքել, դրա հետևանքները ուր է 44 օրյա հետ կապված եք հանձնաժողով սարքել, դրա հետևանքները ուր է,
Թե հանձնաժողովը տենց քննարկենք, կասենք, խոսանք։ Երևանի, հիմա ամփոփում եմ, Երևանի եւ ոչ միայն Երևանի գույքը գրպանած, հիրավի թալանած մարդկանց անպատժելիության հովանավորն եք դուք, ինքներդ էլ դարձել եք խոշոր կապիտալիստներ ու հանրությանը փորձում եք հերթական անգամ կեղծիքի ու ստի միջոցով մոլորեցնել։ Բռնեք բոլորին, ովքեր որ պատասխանատու են, իսկ եթե ընդամենը պետք է աղբուկ ստեղծեք ու ով որ ինչ գրպանել է գնա Մարսի, դուք նրանցից ավելի վատն եք, դուք դա սպիտակացնողն եք, դուք դա լեգալիզացնողն եք։ Պարոն Սուքասյան, հիշեցնեմ, որ ձեր դաշինքի ղեկավարը նաև Հայաստան դաշինքի падգամավոր էր, ով դուրս եկավ, որ փոխկապակցվածություններից եք խոսում, որ ոչ մեկի հետ փոխկապակցված չեք, կարծում եմ, որ չեք կարող թաքցնել։ Իսկ ինչ վերաբերում է լրատվամիջոցների տարբեր, այդ թվում հայկական ժամանակի ֆինանսական եթե հաշվետվություններ, մենք կողմ ենք բոլոր լրատվականների, նաև ֆինանսական հաշվետվություններին, բոլոր։ Լևոն Լևոնյան։ Բարև ձեզ հարգելի երևանցիներ, հարգելի հավաքանու անդամներ, հարգելի պարոն փոխքաղաքապետ, պարոն Սուքասյան, եթե ամեն ինչ այդպես վատ լիներ, եթե ամեն ինչ այդքան դաժան եւ դժբախտ լիներ, ինչպես որ դուք եք ներկայացնում, ուղղակի դուք այստեղ նստած կլինեք, ոչ թե մենք, այդքան բան դա ֆիքս եք, էլի, ընտրությունների ժամանակ ժողովուրդը արդար, թափանցիկ ընտրությունների միջոցով իր քվեն տվել է համապատասխան քաղաքական ուժերին եւ ձևավորել է համայնքային եւ